Հունիսի 12-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած երիտասարդներին։ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթորում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդ դառնալու հայրենիքի հոգևոր մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Վեհապար Հայրապետի տնօրինությամբ եւ անձնական հետաքրքրությամբ իրապես աստղագիրը պատրաստվեցավ։ Նպատակն է մեր երիտասարդներուն 18 տարեկանից մինչև 25 տարեկաներ հրավիրել, որպեսզի ոչ թե միայն հայերեն լեզուն սովորեն, այլ մխրճվին հայ մշակույթի մեջ, Հայաստանի կյանքի մեջ, իրենց պատմությունը ճանաչեն, իրենց ինքնությամբ ավելի զորանան։ Հետևաբար ծրագիրը ունի ամենօրյա դասախոսություններ, յուրաքանչյուր առավոտ 2 պահ կա հայերեն լեզվի և պատմության։ Իսկ կեսօրեն վերջ ունենք գրոնքի կամ հավատքի դավանության դասեր, ադգևերջ նրանք գերտան հայորդյաց տուները, ուր կմասնակցին զանազան մշակույթային ձեռնարկներում։ Ծրագրի տևողությունը 21 օր է, տարբեր երկրների ժամանած երիտասարդներն ապրում և կրթվում են Մայրաթորում։ Ծրագիրը համակարգում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գարեգին I կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Կազմակերպչական հարցերում օգնում են նաև Ղազարավանի միանձնուհիները։ Հանդիպման ընթացքում Վեհապար Հայրապետը ծանոթացավ ծրագրին մասնակից երիտասարդների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։ Հայոց Հայրապետը հորդորեց ջանասիրությամբ շարունակել ուսումը և ձեռք բերած գիտելիքներով հարստացած իրենց ներդրումն ունենալ հայրենիքի ու իրենց համայնքների զորացման գործում։ Իմ հայրենս հաստատ մեկ քիչ զարգացել է, հույսով ավելի կզարգանա և շատ հայկական պատմություն եմ սովորել և մեր կրոնի մասին շատ եմ սովորել։ Ուրախ ենք, որ շփվեցինք Վեհապար Հայրապետի հետ, քանի որ շատ ուրախ ենք տեսնել իրեն մեր աչքերով, քան ոչ թե ասենք տարբեր հեռախոսով, տելևիզորներով։ Ուրախ ենք իրան տեսնելու, քանի որ շատ բաներ մեզի ասեց։ Ես սովորել եմ այմուվեն, հիմա մի քիչ գրում եմ ու կրթում եմ։ Գարեգին II տնօրինությամբ կրթական այս ծրագիրը շարունակական կլինի։ Հաջորդ խումբը Սփյուռքից մոտ 4 տասնյակ երիտասարդներ կժամանեն Մայրաթոր հուլիսին։ Լուսինե Բալյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 29-ից սկսված ներհայաստանյան հակաեկեղեցական արշավին, որ շարունակվում է կոպիտ վիրավորանքներով, հայ եկեղեցու և նրա սպասավորների հասցեին արձագանքում են հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների, հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերի, հայրապետական պատվիրակությունների ներկայացուցիչներ և կառույցներ։ Հունիսի 2-ին ժողով գումարեց Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհուրդը։ Գերագույն հոգևոր խորհուրդը հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու իշխանության գործադիր բարձրագույն մարմինն է։ Ներկա խորհուրդը նախագահում է ամենայն հայոց կաթողիկոսը, ի պաշտոնե ատենապետում են Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի կազմում են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակը, ԱՄՆ հայոց արևմտյան և արևելյան թեմերի առաջնորդները, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Դամասկոսի հայոց թեմերի առաջնորդները, Արցախի թեմի, ինչպես նաև հայաստանյան թեմերում և Մայրաթոռում ծառայող եպիսկոպոսներ, աշխարհական անձինք Հայաստանից և Սփյուռքից։ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը կոչ էր անում դադարեցնել ամոթալի արշավը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայոց եկեղեցին գիտակից իր հանձնառություններին անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը, ընդդիմանալով ազգավնաս և կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը, ասված էր հայտարարության մեջ։ Հունիսի 6-ին Մեծիտան Ընկիլիկո կաթողիկոս Արամ I-ի նախագահությամբ տեղի ունեցավ ժողով, որը լսեց զեկուցում Բեռնում ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի առաջարկով կայացած եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի մասին, որը վերաբերում էր Արցախի հոգևոր մշակութային ժառանգության և հայության իրավունքների պաշտպանությանը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ժողովականները խորը մտահոգություն են հայտնում
Հայաստանում բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետական իշխանությունների ներկայացուցիչների հրապարակումների պատճառով ստեղծված մթնոլորտի վերաբերյալ։ Հայ եկեղեցու աշխարհասփյուր համայնքներն իրենց հայտարարություններում պահանջում են հարգել իրենց կրոնական իրավունքները։ Մենք Ֆրանսիայի հայոց թեմի հոգևորականներս խորը մտահոգությամբ ենք հետևում վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում ընթացող զարգացումներին։ Անտեսելով եկեղեցու պետությունից անջատ լինելու միջազգային սկզբունքը, Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտում են հայ եկեղեցու իր ներքին կյանքը կազմակերպելու սահմանադրական և միջազգային մակարդակով ճանաչված իրավունքը։ Աղոթում ենք, որ Տերը ամուր պահի թե Հայաստանում և թե ամբողջ աշխարհում բնակվող մեր միլիոնավոր քույրերի և եղբայրների հավատքը չտրվելու սադրանքներին և բամբասանքներին, ասվում է Ֆրանսիայի հայոց թեմի հայտարարության մեջ։ Կանադահայոց թեմը իր ողջ հոգևոր դասը և հավատացյալ ժողովուրդը անվերապահ զորակցում է ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբօծություն Տեր Գարեգին II վեհափառ հայրապետին, ասվում է Կանադայի հայոց թեմի տարածած հայտարարության մեջ։ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հակաեկեղեցական քարոզչությունն ու կոչերը առաջացրել են խորը մտահոգություն թե հոգևոր և թե ազգային անվտանգության տեսանկյունից։ Նախ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի, այլև առավել ևս աշխարհասփյուր հայության կողմից ընտրված հոգևոր առաջնորդն է։ Ամենայն հայոց Տիտղոսը արդեն խոսում է դրա մասին։ Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում ազգային եկեղեցական ժողովի ժամանակ Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի պատվիրակների մասնակցությամբ։ Այսինքն հստակ է ամենայն հայոց հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության կմահաճույքով, այլ ընտրական գործընթացին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերի ներկայացուցիչները, հոգևորականներ ու աշխարհականներ, ինչը նշանակում է, որ Սփյուռքն ունի բացառիկ դեր ու մասնակցություն։ Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի հայոց թեմերը համատեղ հայտարարություն հրապարակեցին։ Հարավային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդները, ողջ հոգևոր դասը, ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունները, թեմական խորհուրդների անդամները և հավատացյալ ժողովուրդը անվերապահ զորակցություն է հայտնում ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբօծություն Տեր Գարեգին II վեհափառ հայրապետին, ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Մայրաթորին և ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսին անվերապահ աջակցության հայտարարությամբ հանդես եկան նաև Մերձավոր Արևելքի, Եգիպտոսի, Իրաքի և Դամասկոսի հայոց թեմերի առաջնորդները, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը, վիրահայոց թեմը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը, ազգընտիր հայրապետին իրենց որդիական զորակցությունը հայտնեցին հայաստանյան թեմեր ու եպիսկոպոսներ։ Հայաստանյաց եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդն ու թեմական խորհուրդը ևս դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել։ Մենք աներկբայորեն հաստատում ենք մեր զորակցությունը Նորին Սրբություն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հոգևոր առաջնորդությանը, ինչպես նաև եկեղեցու ինքնիշխան կառավարմանը։ Որևէ միջամտություն հայ եկեղեցու ներքին գործերին կվնասի ոչ միայն նրա դարավոր ավանդույթներին, այլ նաև հայ ժողովրդի միասնությանը, ասված է հայտարարության մեջ։ Թեհրանի և Սպահանի թեմերի համատեղ հայտարարության մեջ թեմական խորհուրդները զայրույթ են արտահայտում, որ հակաեկեղեցական արշավը հատել է բարոյականության բոլոր հնարավոր և անհնար սահմանները։ Մասնավորապես ասվում է. 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Խստորեն դատապարտելով այս եղկելի հայտարարությունները, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն, ամենայն հայոց Նորին Սուրբօծություն Տեր Գարեգին II կաթողիկոսին և եկեղեցու մյուս բոլոր սպասավորներին։ Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր եկեղեցուն երևելի և աներևույթ բոլոր չարիքներից ու փորձություններից, ասվում է Թեհրանի և Սպահանի թեմերի հայտարարության մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հունիսի 11-ին լուր են տարածել, որ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլային, որում մասնավորապես ասվում է. Այս տարվա մայիսի 27-ից 28-ը Բեռնում կայացած համաժողովում ձեր ելույթի առումով ես պետք է ևս մեկ անգամ ձեր ուշադրությանը ներկայացնեմ, որ Ադրբեջանի
Համաշխարհային հանրության կողմից ճանաչված 86600 քառակուսի կիլոմետր տարածքում չկա Արցախ անունով վարչական միավոր։ Նույնիսկ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել ճանաչել այս պատմական իրականությունը, մեջբերել է լրատվամիջոցը Փաշազադեին։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահը առաջարկել է եկեղեցիների համաշխարհային խորհրդին ուղարկել իր ներկայացուցիչներին իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Ալլահ Շուքյուր Փաշազադեն նշել է, թե հայ եկեղեցին մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության։ Հայ ժողովրդին կոչ է անում մահվան պայքարի եւ նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ։ Ես կոչ եմ անում եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել հայ եկեղեցու սադրիչ ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները, ըստ լրատվամիջոցների, ասվում է Փաշազադեի նամակում։ Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Շվեյցարիայի Բեռն մայրաքաղաքում եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում տեղի է ունեցել կրոնական ազատություն, հայկական հոգևոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողովը։ Հոգևոր եւ աշխարհական բազմաթիվ գործիչներ, գիտնականներ մասնակցել են Արցախի հոգևոր մշակութային ժառանգության փրկությանը, արցախահայության իրավունքներին նվիրված համաժողովին, որը կազմակերպվել էր ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 16-ին Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ կմեկնարկի Արարատյան շաբաթը։ Այն նշանավորվում է Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի, Սուրբ Հովհաննես Կարապետի, Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության, ինչպես նաեւ Լուսավորչի վիրապից ելնելու եւ կաթողիկե Էջմիածնի տոներով։ Շաբաթը խորհրդանշում է հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի հաղթանակը հեթանոսության նկատմամբ։ Արարատյան դաշտավայրում են նահատակվել Հռիփսիմեն, Գայանեն, Մարյանեն եւ նրանց հետ Հայաստան եկած մյուս կույսերը, որոնք փախչելով հալածանքներից հաստատվել են Վաղարշաբաթ քաղաքի մոտ գտնվող հնձաններում։ Նրանց նահատակության վայրերում Լուսավորչին հայտնված տեսիլքի հրամանով կառուցվել են վկայարաններ, որոնց տակ ամփոփվել են սրբուհիների մասունքները։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին 618 թվականին սրբուհու վկայարանի վրա կառուցել է Կոմիտաս առաջին աղցեցի կաթողիկոսը։ Հունիսի 16-ին ավանդույթի համաձայն կույսի նվիրական մասունքները հոգևորականների եւ հավատացյալների ուղեկցությամբ ժամը 9:30-ին կտեղափոխվեն Սուրբ Հռիփսիմե վանական համալիր։ 10:30-ին տոնական պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն սրբուհու բարեխոսությունը հայցելու համար տարբեր վայրերից ժամանած ուխտավորներ։ Հունիսի 17-ին 10:30-ին տոնական պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում։ Իսկ մինչ այդ ժամը 10-ին եկեղեցական թափորով եւ հավատացյալների ուղեկցությամբ եկեղեցի կբերվի Սուրբ Գայանեի մասունքն ամփոփող աջը։ Հունիսի 19-ին Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթորից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն սրբերի մասունքները։ Ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ, որից հետո բազմաթիվ հավատացյալներ կհաղորդակցվեն մասունքներից բխող զորությանը։ Հայոց կաթողիկոսական գահի հիմնադիր հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից ելնի վիրապը հաջորդում է Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի հիշատակությանը։ Հունիսի 21-ին մեր եկեղեցին կնշի խոր վիրապից Լուսավորչի դուրս գալու տոնը։ Ժամը 10:30-ին Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի խոր վիրապի վանքում, տոնի առիթով սրբավայր կտարվեն Լուսավորչի մասունքները։ Ազատվելով մահաբերվիհից հայոց առաջին հայրապետը աստվածային տեսիլքի համաձայն կառուցում է հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաճարը։ 303 թվականից մինչ օրս այն կանգուն է որպես հայ ժողովրդի անսասան հավատի առհավատչա։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը հայոց եկեղեցու մեծ տոներից է։ Արարատյան շաբաթվա ավարտին հունիսի 22-ին կնշենք կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Տոնական պատարագը կմատուցվի ժամը 11-ին։ Սուրբ պատարագի ավարտին հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Տոնի առիթով մայրավանք կբերվեն Տիրոջ կենաց փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սահակ Պարթև հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների մասունքարանը, Սկևրայի մասանց պահարանը։ Մասունքները եկեղեցում կմնան մինչև ժամը 18-ը։
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ավանդաբար Արարատյան շաբաթվա ընթացքում էջմիածնում է համախմբվում մեր եկեղեցու ողջ միաբանությունը։ Այս տարի եւս միաբանական համագումարը Մայրավանքում կհամախմբի մեր եկեղեցու հոգևոր սպասավորներին ողջ աշխարհից։ Հոգևոր դասը հավատացյալ ժողովրդի հետ աղոթքի կկանգնի Սուրբ Էջմիածնի անսասանության, հայոց հայրապետի կենաց արևշատության համար։ Նորքի հայորդյաց տան շողակաթ մանկական երգչախումբը ուսումնական տարին ավարտեց հաշվետու համերգով, որը տեղի ունեցավ Նարեկացի արվեստի միությունում։ Հնչեցին մանկական, հոգևոր, հայրենասիրական, կատակ երգեր հայերեն եւ այլ լեզուներով։ Սիրում եմ Can You Hear Me-ն, Ֆուգան, ուղղակի դուրս շատ են գալ այդ երգերը, ինձ հարազատ եմ զգում այդ երգերի մեջ։ Մեկը ֆանտազիան եմ շատ սիրում, Սայաթնովայի գործն է, շատ լավ գործը։ Մենք այս տարի շատ լավ երգեցինք, մենք անցել ենք նոր երգեր, շուտ ասելուկ, Putting on the Ritz երգը, մենք եղել էինք ամենահիշարժան տեղի Կոմիտաս թանգարանում, որտեղ նաև ուրիշ երգչախումբ էր եկել։ Տանել եմ շատ երգեր երգում, նույնպես ընկերներիս համար, դասընկերներիս համար եմ շատ երգեր երգում, իրանց էլ է դուրս գալիս իմ երգելը։ Երաժշտությունը անհատ ձևավորելու միջոց է, ասում է երաժիշտ խմբավար Կարինե Եզեկյանը։ Նորքի հայորդյաց տանը շուրջ 3 տասնամյակ է երաժշտության միջոցով շարունակում է նորանոր սերունդներ կրթել։ Ինձ թվում է երեխան, որը սիրում է երաժշտություն, նա մի քիչ ուրիշ հոգի ունի եւ մտածելակերպ։ Որտեւ երեխան, որը կարողանում է երգի բազմաձայն երգչախմբում, նա արդեն ուրիշ ձև վերաբերվում է իր կողքինին։ Մտածելակերպ ապոխվում։ Եթե մեկը նաև չի կարողանում երգել, ինքը մի քիչ կամաց է երգում ու մենք ասում ենք ինքը մեզ լսում է ու արդեն կարողանում է երգել ճիշտ։ Դա մոտիկ ընկերություն է, որը մենք օգնում ենք ընկերներին սովորել երգել։ Մայրաթորի հայկական բարեգործական ընդհանուր միության եւ եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ գործող 8 հայորդյաց տներն արդեն 31 տարվա պատմություն ունեն։ Այս կրթօջախներ հաճախող երեխաները սովորում են սիրել եւ տերկանգնել իրենց պետությանն ու մայր եկեղեցուն։ Սա է հայորդյաց տների առաքելությունը, ասում են մանկավարժները։ Նոր ուսումնական տարում երգչախումբը կսկսի համալրվել նոր ձայներով, երգի միջոցով շարունակելով իրականացնել իր առաքելությունը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։ Թեմակալ առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կանադայի հայոց թեմի հոգևորականների ժողովը, որը համախմբել է թեմի հոգևորականներին հոգևոր խորհրդատությունների, եղբայրական շփումների, հովվական, ծխական եւ համայնքային կյանքն ամրացնող ռազմավարությունների վերաբերյալ քննարկումների շուրջ։ Ժողովականներին փոխանցվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հայրապետական օրհնությունը Սուրբ Էջմիածնից։ Կանադայի կառավարության անունից ողջույններ եւ բարեմաղթանքներ են ստացվել նաեւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիից։ Երրորդյա հավաքի ընթացքում պատվիրակները վերանայել եւ քննարկել են թեմական տարբեր կառույցների գործունեությունը։ Հավաքին ներկա են եղել նաեւ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Արագածոտնի հայոց թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Արարատ arczepiskopos Գալթակչյանը։ Ի նշան միասնության եւ գործակցային այն խորը կապերի, որոնք շահկապում են հայ առաքելական եկեղեցու թեմերը ամբողջ աշխարհում հայոց հոգևոր կենտրոնի հետ։ Մկրտիչ եպիսկոպոսը համապարփակ զեկույց է ներկայացրել Արագածոտնի թեմի առաքելության եւ ընթացիկ գործունեության, հովվական նախաձեռնությունների, կրթական ծրագրերի, երիտասարդների ներգրավվածության եւ մշակութային հարցերի վերաբերյալ։ Մայիսի 30-ից հունիսի 1-ը Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացել է կանադահայոց թեմի թեմական ժողովը, որին մասնակցել են երկրի տարբեր ծայրերից ժամանած հոգևորականներ եւ աշխարհիկ պատվիրակներ, խորհրդածելու եկեղեցու կյանքի եւ առաքելության շուրջ։ Այս տարվա ժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը թեմակալ առաջնորդի ընտրությունն էր։ Առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը եւ Բագրատ ծայրագուն վարդապետ Պերջեկյանը։ Ժողովականների քվեարկությամբ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը վերընտրվել է շարունակելու իր ծառայությունը որպես Կանադայի հայոց թեմի առաջնորդ։
Վերընտրված Աբգար Սրբազանը թեմի հոգևոր հայրերի ընթերակայությամբ մատուցել է կիրակնօրյա պատարակ, որին ներկա են գտնվել թեմական ժողովի մասնակիցները, պարերարներ, հավատացյալներ։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։